Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը։ Ռուս-ուկրաինական եւ իսրայելապաղեստինյան հակամարտությունների դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության համատեքստում Հունգարիայի ներկայացուցիչը շեշտել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Վերջին 2 ամիսներին եղել են նաև դրական զարգացումներ։ Այդ առումով հատկապես կցանկանայի շեշտել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև համաձայնությունը, որը ձեռք է բերվել Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Մենք գիտենք, որ դեռևս կան բաց հարցեր։ Հուսով ենք, որ այդ հարցերը կլուծվեն այս նոր մթնոլորտում։ Շատ ուրախ եմ, որ նստաշրջանի ընթացքում հնարավորություն կունենանք անձամբ ողջունելու Հայաստանի վարչապետին։ Ցոլտնեմեթը հույս է հայտնել, որ դիվանագիտական շփումները կնպաստեն նաև կառույցի աշխատանքներին Ադրբեջանի մասնակցության հարցի լուծմանը։ Ադրբեջանական պատվիրակությունն արդեն երկրորդ տարին է չի մասնակցում կառույցի աշխատանքներին։ ԵԽԽՎ-ն 2024 թվականի հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, իր այդ աննախադեպ որոշման համար նշելով մի շարք պատճառներ, այդ թվում Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, թե ԵԽԽՎ-ում Ադրբեջանի դեմ կողմնակալ ու կեղտոտ արշավ է սկսվել։ Եվրամիության պաշտոնյաները ողջունել են Մոլդովայի խորհրդարանի ընտրության նախնական արդյունքները, համաձայն որոնց իշխող Եվրոպամետ գործողության եւ համերաշխության կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 50%-ը։ Ռուսամետ հայրենասիրական դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 24.2%-ը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի խոսքով, չնայած Մոսկվայի կողմից ապատեղեկատվություն տարածելու եւ քվեներ գնելու զանգվածային ջանքերին, Մոլդովան հստակ այո է ասել եվրոպական ապագային։ Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շեշտել է, որ վաղ կամ պառակտում սերմանելու ոչ մի ջանք չկարողացավ կոտրել Մոլդովայի վճռականությունը։ Երկու պաշտոնյաներն էլ ընդգծել են, որ Բրյուսելը կանգնած է Մոլդովայի կողքին դեպի Եվրամիություն նրա ճանապարհին։ Ամենայն հավանականությամբ նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը 101 տեղանոց խորհրդարանում կստանա մանդատների մեծամասնությունը եւ ստիպված չի լինի ձևավորել կոալիցիոն կառավարություն։ Միևնույն ժամանակ Մոլդովայի ընդդիմությունը հայտարարել է, որ չի ընդունում խորհրդարանական ընտրության արդյունքները։ Քիշնևի կենտրոնում ընդդիմության հանրահավաքին հարյուրավոր մարդիկ են հավաքվել։ Եվրամիության խորհուրդը համաձայնությանը եկել մի շարք սահմանափակումներ կիրառել Իրանի դեմ երկրի միջուկային ծրագրի հետ կապված։ Այդ միջոցները կասեցվել էին 2015 թվականին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Պատժամիջոցները ներառում են ինչպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից 2006 թվականին ընդունված սահմանափակումները, այնպես էլ միայն Եվրամիության կողմից սահմանված այլ միջոցներ։ Դրանք ենթադրում են առանձին ֆիզիկական անձանց համար ճանապարհորդական արգելքներ, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ակտիվների այլ միջոցներ, որոնք վերաբերում են առևտրի, ֆինանսական եւ տրանսպորտային ոլորտներին։ Սեպտեմբերի 28-ին Իրանի հետ միջուկային համաձայնագրի ստորագրումից 10 տարի անց Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան ակտիվացրել էին պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը, Իրանին մեղադրելով միջուկային էսկալացման եւ համագործակցության պակասի համար։ Այս ամենի ֆոնին Իրանի խորհրդարանը ներկայացվել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու շուրջ 15 առաջարկ։ Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը հաստատել է դրանցից մեկը։ Այնուամենայնիվ ծրագիրը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից։ Ըստ Մեջլիսի խոսնակի, ներկա իրավիճակում Իրանը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրում մնալու պատճառ չունի։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նամակ էր հղել տարբեր երկրների իր պաշտոնակիցներին, շեշտելով, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մասին Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների պնդումները լիովին անհիմն են, անօրինական եւ անվավեր։ Ուկրաինայի նախագահը Վարշավայի անվտանգության համաժողովում իր ելույթում առաջարկել է եվրոպական գործընկերների հետ համատեղ հակաօդային պաշտպանության հուսալի վահան ստեղծել Ռուսաստանից եկող սպառնալիքների դեմ։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով, եթե Ռուսաստանը կորցնի օդից հարվածելու հնարավորությունը, ապա չի կարողանա շարունակել պատերազմը։ Իր հերթին Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան հանգամանորեն վերլուծում է Ուկրաինային Թոմահոք հրթիռների հնարավոր փոխանցումը։ Այս հրթիռներն ունեն 2500 կիլոմետր հեռահարություն եւ կարող են հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքին։ Դմիտրի Պեսկովը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորմանն ուղղված երկխոսությունը դադարել է, քանի որ Կիևը չի ցանկանում շարունակել բանակցությունները։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ վերջին շաբաթներին ռուսական կողմն է հրաժարվում Կիևի հետ երկկողմ կամ եռակողմ հանդիպումներից։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձ ինտենսիվ հարվածները։ Ուկրաինական խոցված անօդաչուի բեկորների պատճառով Մոսկվայի մարզում հրդեհ է բռնկվել, 2 մարդ զոհվել է, այդ թվում 6 երեխա, իսկ ռուսական հարվածներից Խերսոնի մարզում զոհվել է 1 մարդ։
Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Ընդհանուր առմամբ Պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 66,000-ը, վիրավորների թիվը հասել է 168,000-ի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ավելի ուշ Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Սա Նեթանյահուի 4-րդ այցն է Սպիտակ տուն հունվարին Թրամփի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո։ Հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շուտով Մերձավոր Արևելքում յուրահատուկ բան է տեղի ունենալու։ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր հերթին հայտարարել է, որ Թրամփը հեղափոխական եւ կարևոր ծրագիր ունի, որը վերջ կդնի Գազայում պատերազմին։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։